Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հոկտեմբերի 19-ն է, կիրակի եւ ձեզ ուզում տեղեկացնել, որ երեկոյան Երևանի ժամանակով 19:00 երեկոյան 7-ին մենք կունենանք մեր ավանդական հարցոպատասխանը եւ միասին կանադառնանք բոլոր այն խնդիրներին եւ թեմաներին, որոնց չենք հասցնում առօրյա մեր եթերներին անդրադառնալ։ Իսկ հաղորդումը ես ուզում եմ սկսել հետեւյալ տողերով, որ խիղճը այնպիսի միջոցություն է, որը ամեն մարդու գրպանի բանը չէ։ Ասել է, թե իրական հարստությունը դա հենց խղճի առկայությունն է։ Սա է դժվար վիճակը։ Եվ այսպես, երևի դուք հիշում եք, որ ես վերջին մեկ շաբաթվա մեջ մի քանի անգամ անդրադարձել եմ մասնավորապես Վանեցյանի գործունեությանը նրա ԱԱԾ-պետ լինելու ժամանակ, ես ստիպված էի անդրադառնալ, որովհետև եթե հիշում եք, հայտնի Սամվել Բաբայանը, Արցախի Սամվել Բաբայանը որոշեց, որ միակ քաղաքական գործիչը, որ ասպարեզում կա, որին կարելի է վստահել, դա փաստորեն Արթուր Վանեցյանն է, եւ Սամվել Բաբայանն էլ պատրաստվում է կերտել նրանից քաղաքական գործիչ։ Եւ այսպես ես էլ արդից օգտվելով հիշացեցի ով է Արթուր Վանեցյանը, ինչ կարող են անել, ինչ է պարտավոր անել, որ նա չի արել, եւ այսօր 168 AM կայքում տեղադրել են իր հարցազրույցը, հիշեցնելով այն, ինչ որ ես ասում եմ։ Մի հատ լսենք իր հետ, հետո շարունակենք խոսել։ Դեսպան Միքայել Մինասյանը Facebook-յան իր էջում բավական աղմկահարույց բացահայտում արեց, գրելով, որ Բաքվի ներկայացուցիչը Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը Դուբայում Փաշինյանին $5 միլիարդ է առաջարկել Արցախի 7 շրջանների դիմաց։ Նա նշել էր, որ այդ առաջարկը փակ ծրարով փոխանցվել է ձեզ ազգային անվտանգության ծառայության տնօրեն եղած ժամանակ։ Որքանով է ճիշտ սա։ Կբացեք փակագծերը։ Որ եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների եւ Հայաստանի հատուկ ծառայությունների միջև օպերատիվ կապ, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Դա հրապարակվել է, հայտարարվել է եւ այդ կապը իրականացրել եմ այն ժամանակ ես ի պաշտոն եմ։ Այո, եղել են բազմաթիվ հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ եւ մեր ֆունկցիան իմ եւ Ադրբեջանի իմ կոլեգայի ֆունկցիան եղել է տեղեկատվության փոխանցում երկրի ղեկավարներից մեկը մյուսին։ Իսկ ուղիղ մենք շփվել ենք բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված, եթե օրինակ ինչ-որ միտեղ կրակոց էր լինում, ինչ-որ միտեղ սահմանախախտ էր պատահական լինում, մոլորված մարդ էր լինում կամ ինչ-որ միտեղ պետք էր ինչ-որ մի աշխատանք անել, այդ ժամանակ կար կապ, զանգում էինք, ասում էինք այստեղ սենց կրակոց է եղել, ասեք թող չկրակեն, որպեսզի լարվածություն չլինի։ Դա Բայց դա Արթուր Վանեցյան, դու լրիվ այլ բան ես պատասխանում։ Լրիվ այլ բան։ Դու զանգում էինք, եղել է ուղիղ կապ։ Այո, տենց կապ կարող է լինի, մարդը մոլորվել, գերի փոխանակելու հարց կա։ Չգիտեմ, կարող է աշնանացանա, գարնանացանա, պետք է մարդիկ զգուշ լինեն, անիմաստ չկրակեն իրար վրա։ Դա ուրիշ բան է, ձեզ ուղիղ հարց են տալի։ Դուք ձեր ասելով, սա ձեր հայտարարությունն է, եղել եք ծրար տանող, բերող, փակ, հարցը դրա մասին էր։ Կարող եք այդ հարցին պատասխանել։ եղել է, այսինքն իսկ մնացած բոլոր դեպքերում եղել է թուղթ, որը դրվել է փակ ծրարում, տրվել է ինձ, ես փոխանցել եմ Նիկոլին, ես վերցել եմ թուղթ, փոխանցել եմ այն կողմ։ Պաշտոնական Բայց ինչ է եղել այդ ծրարների մեջ, ես չեմ կարդացել։ Խոսքս ուղղում եմ իրավաբաններին եւ հատուկ ծառայության այս աշխատանքի մեջ փորձ ունեցողներին։ Դա իսկ կարող եք ասել, ԱԱԾ պետը քարտուղարուհուց ինչով է տարբերվում։ Օրինակ քարտուղարուհու պարտավորվածությունն է դնել ծրարի մեջ, փակ ու հանձնել ինչ որ մեկին։ Կարդալը, տեղեկանալը քարտուղարուհու պարտականությունների մեջ չի մտնում։ Որքանով է ԱԱԾ պետի գործողությունները նույնականացված քարտուղարուհու գործողությունների հետ։ Եվ արդյոք պարտավոր էր պետության անվտանգության պետը
տեղեկացված լիներ ինչա փոխանցվում այլ երկրի նախագահին։ Այդ ինչ գաղտնի բաներ է տեղեկացվում, որ ինքը պիտի տեղյակ չլինի, եթե ինքը այս պետության ազգային անվտանգության ծառայության պետն է։ Եթե մի բան կա, որ իրենց գաղտնիքա, ոնց կարող է ինքը լինի այդ ազգային անվտանգության ծառայության պետը։ Ես խնդրում եմ սրան, տեսեք, ես ինչ որ ասում եմ, սա իմ իմացածության, իմ տեղեկացվածության, իմ ենթադրությունների եւ իմ տրամաբանության ոլորտում է։ Եթե կա այս ոլորտում մեկը, որ կարող է ինձ վստահեցնի, որ ըստ օրենսգրքի ազգային անվտանգության ծառայության պետը չի կարող եւ իրավունք չունի տեղեկացված լինի այն նամակագրության մասին, ինչը տեղափոխվում է, փոխանցվում է թշնամի երկրին, թող բերի դա ապացուցի եւ մենք ասենք Արտուր Վանեցյանը իրականացել է իր ծառայությունը եւ դա քարտուղարուհու ծառայություն չի եղել եւ Արտուր Վանեցյանը ոչինչում մեղավոր չի։ Խնդրում եմ ցույց տվեք, արտահայտվեք, գրեք, ստատուս գրեք, հոդված գրեք, ինչ ուզում եք գրեք։ Բացատրեք, ես այս մարդուն մեղադրում եմ լինելով ազգային անվտանգության ծառայության պետ, որ ինքը իրականացել է քարտուղարուհու գործունեություն եւ մեր երկրի ղեկավարի եւ թշնամի երկրի ղեկավարի մեջ եղել է կապավոր ու տեղակ չեղել այն ինչ են փոխանցում։ Ինչ է վերջնասեն։ Միակ դեպքն էր։ Ոչ, դա միակ դեպքը չէր, եղել են մի քանի այլ դեպքեր։ Թաղեք նշել։ Հանդիպումները եղել են ամիսը 1 կամ 2 անգամ հաճախականություն։ Եվ դարձյալ ծրարներ են փոխանցում։ Ոչ բոլոր դեպքերում են եղել ծրարների փոխանցում, բայց եղել են այդ ծրարների փոխանցումը։ Հետագայում մի օր ինձ Նիկոլը ասեց, որ այլևս դու պետք չի այդ կապը պահես։ Այդ կապը կպահի իմ աշխատակազմից ինչ որ մեկը։ Դու բացառապես կշփվես սահմանային միջադեպերի հետ կապված։ Ու դու ինչ ես արել։ Այսինքն թշնամու երկրի հատուկ ծառայությունների կամ ղեկավարի հետ պետք է շփվի ինչ որ մեկը այդ աշխատակազմից, քո ֆունկցիան ի՞նչն է։ Դու ունեցել հադեր Նիկոլն այտենց ասում է, ես գնամ իմ արոտը, իմ գործերին, դեռ կարող երկիր են սկուտերի վրա տանում մատուցում, ինձ ինչ։ Ես նույնս եմ կրկնում, ես այս մարդուն մեղադրում եմ իր ծառայության պարտականությունները թերի կատարելու մեջ, եթե սա ամփոփություն է, եթե սա դիտավորություն է, ամեն դեպքում սա իր պարտականությունները չի կատարել։ Տեսնեք, այդ բան ինչ է ասել։ Բաց հարցերի շուրջ։ Ձեզ մեկուսացրեց այդ գործընթացը։ Այո, եղել է այդ կապը, եղել է այդ ծրարների փոխանցումը, այո, եղել է։ Полицейские продолжают поиски. Сегодня եւ դրանով սահմանապակեց։ Ասելա վերջ, դու էլ պետք չի քարտուղարու դեր տանես, իմ աշխատողը արդեն ինքն է որոշե, որ ինքնուրույն կարա առևտուրանի, բաներ պայմանավորվի եւ բոլորովին պարտադիր չի, որ ամեն ինչ իմանա Վանեսյանը։ Նույնիսկ ոչ թե տեքստի բովանդակության մասին, նույնիսկ process-ի մասին։ Արտուր Վանեսյան, սա հանցավոր ամփոփություն է մինիմում ամենաանվերջ տարբերակով, երկրորդ տարբերակով, սա դու հանցագործ կապի մեջ ես եղել պաստորեն։ Դու չես կատարել քո լիազորությունները եւ թույլ ես տվել, որ երկրի ղեկավարը վաճառի մեր երկիրը։ Ինչի որ դու արդեն տեղեկ ես։ Ես մի բան էլ պետք է ասեմ քեզ Արտուր Վանեսյան։ Սա հաստատ բոլորը գիտեն, որ դու քաղաքի KGB-ի պետն էիր, անվտանգության պետն էիր, եւ քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մեր Երևանը ընդհանուր Հայաստանը շատ փոքր է, մի քանի հոգի է, էնել այդ աստիճանի վրա կանգնած, դու հնարավոր չէր, որ դու չիմանայիր, ով է Փաշինյան Նիկոլը։ Ինչու պետք էր, որ իր միտինգները ոչ մեկ չխանգարեր։ Չէ՞ որ դու հետևում ես իր քայլին, իր ընթացքին, ոնց եկավ, ոնց զեկուսեցին, թողեք ձեր մի տվեք թող մտնի ռադիոտուն, թողեք ձեր մի տվեք թող վրանները խփի նստի հրապարակի վրա։ Այսինքն դու քաջատեղյակ ես եղել բոլոր
գործողություններն ու քեզ հրամայել են չմիջամտել, չխոչընդոտել, կարող է լսել ես, կարող է չես լսել, դա քո գործն է, բայց անպայման դու բոլորին լսել ես, դու չէ քո հիմնարկը։ Եվ դու քաղաքի պետն էիր KGB-ի, եւ դու չէիր կարող իմանալ ով է Փաշինյան Նիկոլը, ինչու են իրան բերել, եթե նույնիսկ լֆիկը գիտեր դա։ Հա, լֆիկներ չէ, ասում, այս մի հավատացեք, էսի մեր մարդն է։ Իսկ դու ամեն ինչ եղել ես, իմացել ես։ Ես դրանից եմ ելնելով, թե ասում եմ, քեզ ուղակի ասել են կանես այն ինչ որ դու արել ես, որտեղ դու իմացել ես, քեզ ասողն էլ է իմացել ինչա լինելու։ Դու հիմա չես կարող ասել, որ ես տեղյակ չեմ եղել ինչ նամակի մեջ է, ինչ է եղել, որովհետև դու գիտեիր ով է Փաշինյան Նիկոլը։ Հաստատ դու չես կարող ասել, ես չեմ իմացել։ Դա քո ծառայական պարտականությունն է, դու պարտավոր էիր իմանալ։ Հա, պատահական մարդ չէր այդ համակարգում։ Դու հին կադրավիկ ես։ Եվ ոչ միայն դու, բոլորն են իմացել։ Մի խոսքով, սա էլ այն խոստովանությունը, որ անում է Արտուր Վանեցյանը։ Հետագայում դատարանը, հայկական Նյուրնբերգի դատարանը, անպայման պետք է պարզի քո հանցագործության չափը։ Ես նորից եմ ասում։ Ես այս գործի մասնագետ չեմ, բայց ես ստեղ տեսնում եմ հանցագործություն։ Սա հանցավոր անփույթություն չի։ Դիտավորյալ կատարված հանցագործություն է, որտեղ դու գիտեիր ով է Փաշինյանը։ Ու քեզ ասել են մի խառնվի, դու սուս գնացել ես։ Իսկ ինչ նշանակություն ունի ազգային անվտանգությունը երկրի ծառայության մեջ, ընդհանրապես երկրի կյանքի մեջ, ես չէ, որ քեզ պետքա բացատրեմ, Արտուր Վանեցյան։ Եթե բանը հասել է, որ ես քեզ պետք է բացատրեմ, ուրեմն շատ ավելի վատ է վիճակը։ Եվ այսպես, նորից ձեզ հիշեցնում եմ, հարգելիներս, ես այս լինքը նորից կդնեմ վիդեոյի ներքևը, որ դու կարող եք Հայաստանի ներքին թշնամիներին ու գործակալներին գրել, նշել, ավելացնել եւ մասնավորապես կարդալ, ծանոթանալ ովքեր կան արդեն, որովհետեւ ամեն օր կատարվում են նոր հանցագործություններ, նոր դավաճանություններ եւ դուք կարող եք, որպեսզի հետագայում ոչ մեկ չմոռանա, ոչ մեկ չմտածի, որ այսօր էս բանը արեց, վերջ, վաղը մոռացվել է, չէ, ավելացնեք ստեղ, այս հիմնավորումները, այս անուն ազգանունները, ամեն ինչ գնալու է դատարան, եւ դատարանը կորոշի, որի գործողություններն է քրեական, վարչական, բարոյական, ես այդ դատավորը չեմ, բայց այս մարդիկ պետք է իմանան, որ իրենց հանցագործությունները գրվում է ինչ-որ միտեղ։ Եվ պետք է սպասեն այդ օրվանը, երբ են իրենց կանչելու դատարան, կամ իրենց հետևից գալ։ Եվ այսպես, այս լինքը լինելու է վիդեոյի ներքևում, բանը կոչվում է կայքը armenianappeals.com։ Ընդամենը ստեղծում եք այս առաջի ուղարկեք ձեր փաստերը, որ ստեղծում եք սրա վրա, բացում է եւ ամեն ինչ լրացնում է։ Վերջացավ գնաց։ Շատ պարզ եւ մատչելի։ Եվ այսպես, այսօր նայում ես, շքեղ երթ միտինգ։ Ետ նայեք։ Ատակ են գնում։ Տպավորիչ է, չէ՞։ Բարի։ Տեսանք, տպավորիչ էր, շատ մարդ էր հավաքված։ Տեսնենք, այստեղ են ինչ կապ ունի դրա հետ։ Բացեք Փաշազադեի գրառումները եւ քպայական խմբակինը կտեսնեք մեկը մեկին նման են։ Սա ասում է Գառնիկ Դանելյանը, որը, լսեք, այս մասին մեր ձևով շարժման ելույթից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Այսինքն այս հոդվածից երևում է, որ Գառնիկ Դանելյանը այս որը մի արդեն մի շրջան տապալեց Բագրատ Սրբազանի հետ այդ շարժումը, հիմա նորից ընդեղա եւ մասնակցում է այս
մեր ձևով շարժմանը եւ կարծիք ունի։ Հիմա հարց Նարեկ Կարապետյանին, քանի որ ինքնաերիտասարդ, քանի որ սա իր նախաձեռնությունն է, ամեն դեպքում, տեսեք, հայր կներեք Սամվել Կարապետյանը բանտարկված է, Կարեն Կարապետյանը դեռ չի խառնվում, գործի հիմնական, ասենց ասեմ, երևացող դեմքը այս process-ի Նարեկն է Կարապետյանը։ Հարգելի Նարեկ, երբ որ եթե դուք սա մենակ անեիք, եւ ասենք Գառնիկ արդեն բազմափորձ թթվիկած Գառնիկը ձեր հետ չլիներ, ես կմտածեի դուք ինչ-որ նոր բան եք անում։ Դուք հասկանու եք, որ մենք սա արդեն տեսել ենք։ Գառնիկի կատարմամբ մի տարուկես առաջ արդեն տեսել ենք սա մենք։ Ու Գառնիկին, որ հարց տվեցին, դուք արդեն 60,000 մարդ կա հրապարակում պահանջում էին ձեզանից, սրանց հրաժարականը ինչու այդ ժամանակ չգնացիք հրաժարականի պահանջի հետևից, ասեց մենք ոչ ենք անելու անօրինական գործողություններ։ Մենք ուղղակի հավաքել էինք ժողովրդին, որ ասենք Նիկոլը վատնա։ Բայց եթե Նիկոլը վատնա, այդ 60,000 հոգին կարող է իր ականջներից բռնել, գրպանից հանել իր պատգամավորական մանդատը, ճղել բոլորից աչքի առաջ, հետո մնացածներին կանչել, ասել արեք 60,000 հոգի կարողա չկարողանալ կանչել Հայաստան այս խմբակցության եւ չգիտեմ անդե պատիվ ուներ խմբակցության անդամներին բոլորին, ասել արեք հələ հանեք ձեր մանդատները, պատրեժ բոլորի մոտ, ասել վերջ, դուք Վարդանից խորհրդարան չեք մտնում։ Դա չարեցին, մունատ եկան Փաշինյան Նիկոլի վրա, հետո էլ ասեցին, բա մենք ինչ պետք է անեինք, որ մենք անօրինական գործողություններ չենք անել։ Հիմա Նարեկ Կարապետյան, ես միջև բոլորի նման վստահ եմ լսել եք Փաշինյանական մեդիային, գիտեք, որ դուք բոլորդ ռուսական ագենտներ եք, որ դուք անում եք այս ամեն ինչը Պուտինի հրամանով եւ այլն եւ այլն։ Ես այս ապուշությունը չեմ կրկնելու, ես ուրիշ հարց եմ ուզում ձեզ տալ։ Սրանց չեք թողում ձեր կողքնանը։ Գլխի քանակի համար։ Եթե ես ճիշտ եմ հասկացել ձեր հարցազրույցից, դուք ասեցիք ոչ Սերժ Սարգսյանի հետ, ոչ Քոչարյան Ռոբերտի հետ, եղ չկա գնալու։ Ես դա հասկացա։ Սա ինչ գործ ունի այնտեղ։ Լավ, ինքը եկել է որ ձեզ օգնի, գլխականակա։ Ցած մեծ գլխականակա ինքը։ Բայց Փաշինյան Նիկոլից բան պահանջելուց առաջ ձեր այս ամբողջ երթը կարող է շուռ գալ նայել Գառնիկի աշկերի մեջ են բլտած, ասեր, արա, մանդատը տուդենը, վերցներ, կամերաների առաջ, ճրեր, ասեր դե գնա, մնացածին ասա, թո մանդատները բերեն։ Այն ժամանակ ես սկսեի լուրջ վերաբերվել, որ ձեր գործունեությունը ինքը ինչ-որ նպատակ է հետապնդում։ Որովհետև Փաշինյան Նիկոլին եք ուզում գլողի ծոց ուղարկեք, հենա գործիքը ձեր ձեռքի տակ է։ Գործիքը, էսի ձեր գործիքն է։ Այդտեղում եք այս դեմքը։ Սա գործիք է։ Եթե սրան զրկեք պատգամավորական մանդատից, Փաշինյան Նիկոլը ում վարչապետն է լինելու, եթե չկա ազգային ժողով։ Ում։ Դուք քաղաքագետ տղա եք։ Բավականին լայն մտահորիզոնով։ Ինչի չեք անում։ Արեք, ես էլ ասեմ, Նարեկ Կարապետյանը ճիշտ է սիրում է Ռուսաստանին, ճիշտ է Նարեկ Կարապետյանը դեռ այդքան էլ տեղյակ չի Ռուսաստանի դերի մասին հայկական դառը ճակատագրի մեջ, բայց գոնե ինչ-որ մի բան ուզում անում։ Քանի դուք դա չեք արել, ես չեմ կարող այս հսկայական այս շարժումը դնել ու ասել ժողովուրդ ջան, պրոցես է գնում։ Աշկներս լույս, Նիկոլը տեսավ ու վախեցավ։ Չէ։ Նիկոլը տեսավ ու ինքը ընդհանրապես խնդիր չունի սրա հետ, բացարձակապես, որովհետև իր կարևոր գործիքները իր կոնտրոլի տակ են այս սրանք։ Քանի սրանք կան, ինքը անխոչնդոտ կուզի Վատիկան կթռնի, կուզի Դուշանբե կթռնի, վաղ էլի հետո Նյու Յորք կթռնի, հետո Պեկին կթռնի, հետո Թել Ավիվ, չէ, Թել Ավիվ չէ, Թեհրան, Թել Ավիվով է թողում դրան թռնի, հետո Թեհրան ու կասի ես ձեր բոլորի բարեկամն եմ, ընդեղից միանգամից Բրյուսել, հետո նորից Մոսկվա, ինչի պիտի չանի, եթե ունի սրա նման գործիք, եթե ուզում եք Փաշինյան Նիկոլը դադարի գոյություն ունենալ, այս գործիքներին
պարտադրեք են, ինչ որ ես ասեցի ձեզ։ Եվ ձեզ էլ երթերանել պետք չի։ Սամվել Կարապետյանը դուրս կգա։ Եվ ոչ միայն Սամվել Կարապետյանը, բոլոր քաղբանտարկյալները, անկախ իմ վերաբերմունքից իրենց նկատմամբ, իրենք կհայտնվեն դրսում։ Վերջ։ Կանեք։ Եթե կանեք, կեցեք դուք։ Եթե չէ, ես արդեն կանցնեմ հաջորդ քննադատական լեվելին, որ լավ, ես ես հնարավորություն եմ տալի կար ժամանակ։ Հետո ես արդեն հասկանալով հանդերձ ձեր իրական մտածությունների մասին, տեսեք թողում եմ ես, այս փոքր գեփը թողում եմ։ Ասում եմ արեք, եթե ուզում եք անեք, եթե չէ, արդեն սա ուրիշ խոսակցության է վերածվում։ Ուրեմն դուք ընդհանրապես ժամանակ եք ապահովում Փաշինյան Նիկոլին, որ միջև անխոչնդոտ միջև ընտրություններ եւ ընտրություններից հետո շարունակի իր ավերիչ գործողությունները։ Սա ուղղակի նախնական վերսիան է։ Հա, ապրենք, տեսնենք, իսկ ես հիմա գնամ առաջ։ Դե Վիժոն շատ հանգիստ ասում է, որ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականին ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Չէ, որ ժողովուրդը հաղթելու է, ես դրա վրա կասկած չունեմ։ Հա, ես իսկ դու այդ հանգստությամբ կարող ես չասել, դա որովհետև ժողովրդի հաղթանակի պարագայում պետք է մտածել ինչպես վերականգնել մահապատժի օրենքը, որ ժողովրդի ցասման կրակը հնարավոր լինի մի քիչ մեղմացնել։ Մի քիչ։ Այսօր ժողովուրդն է հաղթելու Փաշինյան Նիկոլ։ Իրոք դու չկասկածես։ Բայց այդ հաղթելու արդյունքում ես քեզ Երանի չէի տա։ Ներքին գործերի նախարարությունում նոր վարչություն կբացվի, բա հանցավորության կանխարգելման նպատակով։ Տեսեք ինչ են սրանք փողի լվացման մի ձև է, բայց շատ վատ վերջաբան կարող է ունենա իրենց համար։ Տեսեք ինչ են մտածել։ Մինչև տարեվերջ ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկներ ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում, բանը չէ ինչու։ Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելման ուղղված միջոցառումներ, մի խոսքով, այդ թվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։ Փաստորեն ինչ է ստացվում։ Սրանք ասում են, այն ինչ որ կա, այս հանցագործությունները որ կա, մենք չենք արձագանքում, նա ինձ է որ այս վարչությունը չկա։ Այս վարչությունը պետք է լինի, արհեստական բանականությունը պետք է կարգավորվի պրոցեսը, որովհետև իրենք բանականություն չունեն։ Հիմա քանի որ իրենք բանականություն չունեն, ասում են, սա է պատճառը, որ հանցագործությունները շատ են, որտեղ մենք բանականություն չունենք։ Հիմա ուզում են վստահեն արհեստական բանականությանը, որ սա կարողանա կանխարգելի, ասենք եկեղեցու մեջ դանակահարությունը, կանխարգելի, ասենք, չգիտեմ, իրենց կողմից պատվիրված սպանությունը փառաքարում, կանխարգելվի, ասենք, Սպիտակի քաղաքապետի ծեծը իր կաբինետում։ Հիմա, քանի որ այս ամենը չեն կանխարգելում, իրանք ասում են, որովհետև այդ բաժինը չկա, այդ վարչությունը որ չկա, այ դրա համար չի կանխարգելում։ Այսա կստեղծենք այդ վարչությունը եւ արհեստական բանականությունը կանխարգելի։ Ոնց։ Այսինքն դուք պետք է տվյալներ տաք, համակարգ ներմուծեք, որ համակարգը հաշվի հավանականությունը, որտեղ ինչ է պատահելու։ Գուցե դա պրակտիկա կա։ Իսկ կարող է համակարգ ներմուծվող տվյալներից պարզվի, որ այդ բոլոր հանցագործությունների հեղինակը դուք եք, որ այդ բոլոր հանցագործությունների պատճառը դուք եք։ Հիշում եք այն հին խոսքը, որ ասում են լավ քննի գործը, բայց զգուշ, հանգած մենք մեր վրա դուրս չգանք։ Իսկ մենք ոնց ենք իմանալու, դուք ձեր վրա դուրս եկաք թե չէ։ Կամ դուք ամբողջ ինֆորմացիան ներմուծեցիք թե չէ։ Բնականաբար ոչ դուք ներմուծող ունեք, ոչ դուք հանցագործությունների բազա ունեք, դուք ոչ մի բան չունեք։ Այս ոստիկանությունը ոչ մի բան չունի։ Իսկ իրականում ոստիկանությունը միշտ ամեն ինչ ունեցել է։ Թողեն ոստիկանությանը աշխատի, ձեր չտան։ Ձեր չտան, ախպեր, ասեն դուք աշխատեք, ձեր գործն արեք։ Հայաստանում հանցագործությունների 80%-ը կպակասի։
Բայց հանցագործության հեղինակները հենց այսօրվա ոստիկաններն են, դուք եք, որոնք սպասարկում են ձեր հետաքրքրությունները։ Հասկացաք, արհեստական բանականությունը այստեղ չի օգնելու։ Մաքսիմում կարող է ձեզ ինֆորմացիա տա, որ դուք հանցագործություն եք պատրաստում այնտեղ։ Ինչ եք անելու այդ դեպքում։ Բայց այնքան միամիտ մարդ կա, որ ես կարդում եմ այս վերնագրերն ասում, տեսեք Նիկոլը գործ անում, կանխարգելով վարչություն ա ուզում ստեղծի։ Այն էլ բաժին էլ չէ, վարչություն։ Այդ վարչության պետ է լինելու ունդեր, ասեն վարչության պետը կարող է արհեստական բանականությունն է լինելու։ Ես ունակ չգիտեմ, չեմ հասկանում, բայց Փաշինյան Նիկոլից մեկ էլ իրենց իդիոտներից ամեն ինչ հնարավոր է։ Եվ այսպես, ինչի է հնարավոր, որովհետև արբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է նստել 700 միլիոն դոլար փոխհատուցում։ Բա իսկ այդ դատավարությունը, որ պետք է Հայաստանը գնա արբիտրաժ վիճարկի, թե ինչի է ինքը հեծը խլում, պետության վրա արժանալու է 3.2 միլիոն դոլար, այսինքն 3.2 միլիոն դոլար գնալու է ծախսելու է Հայաստանի բյուջեն, որպեսզի արդարացնի Փաշինյանի հանցագործությունը, եթե պարտվեց բնականաբար պարտվելու է, որտեղ դերից արդեն եկել է այդ զգուշացումը, պարտվելուց հետո եւս 700 միլիոն դոլար պետք է փոխհատուցում տա։ Մոտավորապես մեծ ինչ որ բան է, Վարդան Ղուկասյանի գործը։ Վարդան Ղուկասյանի գործի վրա սրանց փաստաբանները ինչքան էին ծախսել։ Ինչքան է պետությունից պետությունը, ասենք մեր հարկատուների բյուջեն ինչքան փող էր հատկացել, մոտավորապես մի 3 միլիոն էլ հատկացել էր կարծեմ, հենց այս նպատակով, որպեսզի Հայաստանի պետությունը դատախազությունը մեղադրի Վարդան Ղուկասյանին ու շահի դատը ու ստանա արտահանձում Հայաստան։ Բոլոր ձեռքերի մեջտեղի մատ ցույց տվեց ամերիկյան դատարանը Հայաստանի ղեկավարությանը։ Արդյունքում փողերը չկա, նույնն էլ էս պարագայում լինելու։ Ոչ թե փողերն է միայն հաշվելու, այս անգամ 700 միլիոն դոլար է, բոլորս մենք իրար վճարելու ենք Նիկոլի հեծը խլելու փորձի համար։ Ես որ նայում եմ Հայաստանի քաղաքական դաշտը, կներեք, որ դա քաղաքական դաշտ եմ ասում էլի։ Այդ ապա քաղաքական բոստանը եւ դրա բոստանչիները, դրա այդ անձրևավորթերը, հա, որ սենց ուզում են այդ չեղած բոստանի մեջ ինչ որ տեղքներ սողալու, սողոսկելու, այս ճիվաղին արդարացնելու համար, մարդկանց հիմարացնելու համար, այդ անձրևավորթերը, գուցե ասում են ինչ կարգի մարդ պետք է կույր ու սրիկա լինի, որ չտեսնես ամեն ինչը, չտեսնի կամ տեսնելուց հետո չնկատելու տա ու սկսի այս հանցագործությունները արդարացնել։ Այսինքն ստեղ կույր ու խուլ լինելը բավարար չի, բավական չի։ Ստեղ նաև պետք է լինել ու կատարյալ սրիկա։ Ատենց մեկին ես անպայման վերջում ցույց եմ տալու եւ դգիտեք դրանք շատ են։ Էլի գալիս ենք մեր ամենօրվա մեր թեզին։ Եթե սրանք այդ սրիկաները այս ամեն ինչը տեսնելով հասկանալով շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը ու մնում են անպատիժ, տարբեր մակարդակների վրա անպատիժ, նշանակում է մենք սա պատրաստ ենք հանդուրժել, սա մեր մեղքն է, մեր, ուրիշ ոչ մեկին։ Գնանք առաջ։ Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը։ Բոլոր մակարդակների վրա Փաշինյան Նիկոլը ոնց ասեմ, հանցագործ է։ Ու հենց վիճակով է թռնում Հռոմի պապի մոտ։ Մենք դա մասին անշուշտ կխոսենք։ Ուրեմն տեսեք, արբիտրաժն զգուշացում տալիս է, արդարադատության միջազգային դատարանը զգուշացում տալիս է, փաստաբանների պալատը եզրակացությունը տալիս է Հայաստանի հանրային հակաները, հեսա արդեն մոտավորապես քանի եկը, իրավունք պաշտպանության առանց սահմանների 1, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա 2, հայ առաջադեմ երիտասարդության ՀԿ 3, հանրային լրագրություն 4, իրավունք եւ ազատություն 5, ժողովրդավարություն եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն 6, Երևանի մամուլի ակումբ 7, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան
8 լրագրողներ հանուն մարդու իրավունքների 9 միտք ՀԿ 10 եւ Իզաբելա Սարգսյան կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ 11 կազմակերպություն բացի այս ամեն ինչից դատապարտում են ու հաշիվ են պահանջում հանրային իշխանություն ներկայացուցիչների ձեռս մնալ դատական իշխանությանը մարմինների եւ իրավապահ համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց եւ քրեական վարույթներով ներգրաված անձանց անմեղության կանխավարկածը խախտող խոսույթից տեսեք ինչ են պարզ բաներ են պահանջում էլի պարզ դատարաններից եւ դատավորներից արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրության Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով եւ օրենքներով երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը այսինքն դատարաններից պահանջում են որ իրանք հետևեն օրենքներին եւ Սահմանադրությանը պատկերացնում եք աբսուրդը Քննչական կոմիտեի ու դատախազության ծառայողներից իրականացնել անկախ եւ արդյունավետ քննություն առաջնորդվելով բացառապես Սահմանադրության Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների պահանջներով այդ թվում նաեւ վերագրող արարքների որակման հարցում լիարժեք ապահովելով հարուցված հարույթներում ներգրաված անձանց իրավունքներ այդ թվում անմեղության կանխավարկածը պաշտպանության իրավունքը այսինքն քննիչներին դատախազներին կոչ են անում մնալ պրոֆեսիոնալ շրջանակների մեջ եւ պահպանել մարդու անմեղության կանխավարկածը եւ նրա իրավունքները հարգել ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողներից իրականացնել իրենց գործառույթները հիմք ընդունելով Սահմանադրության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի օրենքների պահանջները ձեռս մնալ անհամաչափ անհարկի ուժ գործադրումը անձանց իրավունքները խախտելով աստվածային հայտարարության մեջ այսինքն համել ազգային անվտանգությունից ու ոստիկանությունից պահանջում են հարգել նույն օրենքները, նույն սահմանադրությունը։ Մի խոսքով պատկերացնում եք ինչա նշանակում։ Ոնց որ մի օր հանրության մի մասը կոչ անի բժիշկներին, վիրահատող բժիշկներին հավատարիմ մնալ իրենց կոչմանը։ Ես այդ ուզում եմ մի օր այդ օրը գա ու այդ բժիշկները այդ օրը վիրահատեն բոլոր ոստիկաններին, քննիչներին, դատավորներին։ Ու մենք էլ կոչ անենք, խնդրենք, ասենք. հարգելի բժիշկներ, հավատարիմ մնացեք ձեր որոշմանը։ Այսինքն այնքան կասկածելի լինի վիճակը, հա, որ մենք խնդրենք, որ իրենք կատարեն բացառապես իրենց մասնագիտական եւ ծառայական պարտականությունները, որ իրենց այդ սեղանի վրա գտնված մեկին, ոստիկանին կամ այդ ԱԱԾ-ի աշխատողին, երբ որ լանցետը ձեռը տա ինքն նարկոզի մեջ, չկտրտել անիմաստ օրգանները հանել վաճառքի։ Պատկերացնում եք։ ԱԱԾ պատկերացեցիք, հիմա մի օրը գալու է, դուք լինելու եք այդ սեղանի վրա սառը։ Ու ժողովուրդը կոչ անելու, խնդրելու է, հա, որ բժիշկները հավատարիմ մնան իրենց երդմանը եւ չկտրտեն ձեզ, չմասնատեն։ Հետո վաճառքի չանեն ձեր օրգանները։ Լավ կլինի։ Այս տեքստը մոտավորապես դա է հնչում։ Եվ այսպես։ Ինչ է ասում այս ամեն ինչը։ Պարզ մի բան, որ Հայաստանում խախտված է ամեն ինչ։ Բոլոր բալանսները, բոլոր նորմատիվները, որ սա պետություն չի, պետականություն չի, եթե միտեղ դատավորին կոչ են անում հետևել օրենքին, միտեղ ԱԱԾ աշխատողին կոչ են անում հետևել սահմանադրությանը իրավունքին, միտեղ քննչականի աշխատողին կոչ են անում հավատարիմ մնալ եւ պահպանել անմեղության կանխավարկածը, նշանակում է գոյություն չունի պետականություն։ Միտեղ եթե արբիտրաժը որոշում է ընդունում, զգուշացնում է, ուй, պետությունը գնում է արբիտրաժի դեմ դատի, իմանալով որ ինքը հանցագործ է։ Եթե միտեղ այս միջազգային դատարանները կոչ են անում հետևել այդ պարտավորվածություններին, որտեղ դուք ստորագրել եք, նշանակում է սա արդեն պետություն չի։ Ու այս վիճակին այս չի վաղը որոշել է, որ ինքը պետք է գնա Վատիկան։ Սա էլ բանն է, այն տորթի վրայի այն բանն է, վիշնեն է։ Ու ինքը փաստորեն մենակ չի թռնում, մի ամբողջ բան է տանում հետը։ Թափոն ԿՊ-ականների մի ամբողջ գլխականակա հետը տանում։
Հիմա հարց. ինչի է գնում Վատիկան։ Ինչի Վատիկանից մինչև այսօր արձագանք չկա, որ այս ինչ եք անում դուք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ոչ միայն Վատիկանից արձագանք չկա, տեսեք, ոչ մի կազմակերպությունից արձագանք չկա։ Երբ որ սա դեմ էր գնում խոսում էր բանի նկատմամբ ցեղասպանության, Լեմկինի ինստիտուտը միանգամից ընդերից ապտակում էր։ Փաստաբանի մասով միջազգային դատարանը արձագանքել է։ Տնտեսական մասով արբիտրաժը միանգամից արձագանքել է, հա։ Այսինքն տեսեք այն մասերով արձագանքներ կան։ Եկեղեցու վրա 12 հոգևորական եւ 1 եպիսկոպոս, ընդհանուր հաշվով 3 թեմի առաջնորդ, 3 եպիսկոպոս, 12 քահանա ձերբակալել ու արձագանք չկա։ Ինչ ասեմ։ Էն մի իշխանության օրը ու արձագանք չլինի ու այդ վիճակով այդ նույն ձերբակալողը թռնի Հռոմի պապի մոտ կներեք, ես դավադրության տեսություններին առանձնապես չեմ հավատում, երբեք չեմ հավատացել։ Լսել եմ։ Լավ հեքիաթի տեղ լսել եմ, լավ վերսիա որպես լսել եմ, որ ի նկատի ունենանք, բայց այսքանից հետո թռնել Վատիկան ու եթե Վատիկանից ինքը սենց աշկերի տակը կապուտ փոխաբերական իմաստով ծեծ կերած չեկավ, նշանակում է սա Վատիկանի կազմակերպությունն է։ Կարող է սա խայտարակ հնչի, կարող է սա ահաբոտ հիասթափեցնող հնչի, բայց սա ես ուրիշ բացատրություն չեմ տեսնում, որովհետև հիմա ինքը առավել եւս պետք է խուսափեր Վատիկան գնալուց։ Եթե գնաց եկավ ու մեկ ընդերից դատապարտումների, անհապաղ ազատ արձակումների կոչեր չլսեցի ու չտեսանք սրա աշկերի տակ կապուտ փոխաբերական իմաստով ծեծ կերած, նշանակում է այս ամեն ինչը արվում է հենց այդ մարմինների թողտվությամբ, այսպես ասեմ։ Ընդամենը մեկ օր մենք այդ ամեն ինչի մասին արդեն հստակ կիմանանք։ Որովհետև ես վստահ եմ, առանց այդ մարմինների թողտվությամբ այս բանը չէր կարող իրականանալ։ Այն էլ իրականացնելուց հետո թռնել ընդեղ։ Այն էլ այս նույն բաները խոսել այսքան հանգիստ տոնով, որ ինչ է եղել, որ եպիսկոպոսը դա եկեղեցին չի։ Ես պետությունն եմ, բայց եպիսկոպոսը դա եկեղեցին չի։ Ես խփում եմ պատերը, քանդում եմ, դա էլ եկեղեցին չի։ Ես չեմ արել, դա վարչապետն արել, կամ վարչապետը չէ, ես եմ արել։ Մի խոսքով, հա։ Այս կապիկության մեջ եթե այս մեծ մարմինները, մեծ ինստիտուտները իրենք պետքա խուլ ու համր ձևանան, նշանակում է սա կատարվում է իրենց բացառապես իրենց թողտվությամբ։ Մեկ երկու սպասենք եւ դրա մասին կիմանանք։ Նայենք։ Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու մեջ։ Քաղաքապետարին ներսում է։ Ես քույրն ինչ ասես ասել է, ու քացին, բայց ոտերը բացած արգաներ ու քացով տա այս ամեն անին դիժողորտեն հասնել սարը աշխատողները, մինը բռնման մինը ուզում այլ իր հետ, ցենց ես ինչեր անի։ Համայնքի գյուղերից մեկի Քարադորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմում, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել ու որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ Ես ընդամենը հելել եմ նադիվանների վրին, անովս Արմանին ասել եմ թող արի, ես մի ամսուկ ես այս բողոքում եմ, ոչ մեկ ոչ մի բան չի տոնել։ Դի հավա ես խոսեմ, արի եկուսի գնանք մարզպետարան։ Այդ բանից հետո հենց բրամոլ քաղաքապետը ինչ դեռ եկած են այլանդակ բարերով, սերական բարերով, ինչ լեկտի ասես ինձ ասելա ու պլյուս դրան խացով է որ ոտերը բացած աչուձա բրուսքները որ պտի կար, մարդիկ չթողեցին ու թե մինչև ավտոյից մոտ Հազիվ նստել եմ ատոմ փախել եմ, որ ինչ չսպանեն։ Դա ինչա։ Իրաց պաշտոն իրաց կարելի է, հա, այս բան ես չեմ դնում։ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այսօր մեր հարցերին չպատասխանեց, ասաց. Պատկերացնում եք, այս տարիքի մարդ ու ՔՊ-ական է։ Ու ինքը տղա էլ ունի, փաստորեն տղեն էլ փոշտի պետն է։ Փոշտի պետն է։ Տենց է, եթե հերը քաղաքապետն է, տղեն պետք է փոշտի պետ լինի։ Ոնց որ ասենք բանում էլի։ Հրազդանում։ Եթե Սասուն, մեծն Սասունը բարի բուն իմաստով Սասունը ընդեր ապրում, նշանակում է այդ հրազդանի քաղաքապետն էլ իր լակոտը պետքա լինի, սենց։ Ու այս սա, տեսնում եք, մարդ այս տարիքում լինի ՔՊ-ական։
էլ քֆուր կա դա ցենկով։ Ու հələ սա մարդ ածեցու։ Լսենք հələ մի սարթարանը։ բերքի տոնի է զբաղված է։ Փոխարենը Սպիտակի կազմում գտնվող Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը պաշտպանեց իր վերադասին։ Հերքեց Գագիկ Էմինյանի մեղադրանքները։ Հնարավոր բան չէ, որ համայնքի ղեկավարը բնակչի վրա ձեռք բարձրացներ։ Զտալյուն քպայական, նայ։ Համայնքապետ այնքան զուտ, այնքան զտալյուն քպայական է, ու նման բան չէ կարող անել։ Բայց արդեն քպայական լինելը նշանակում է լինել սերիական մարդասպանի հետևորդ։ Գործիք։ Սերիական մարդասպանի։ Թուրքի ձեռքի գործիքի։ Ու այս զտալյուն քպայականը ասում է, «Օ, դες ման չէ կարող լինել»։ Միջդեռ սա առաջի դեպքը չի։ Այդ ինչ ասեն լրիվ աբսուրդ է։ Քարաձորցի 35-ամյա Գագիկ Էմինյանը տնակում է ապրում իր բազմանդամ ընտանիքի հետ, ասում է մշտապես ջրի խնդիր է ունեցել, թեև իր բազմաթիվ բողոքներից հետո իրենց թաղամաս ջուր են քաշել, բայց ըստ իրեն տուն հասնող ջրի խողովակները նեղ ու անորակ են, մշտապես խցանվում են, եկած ջուրն էլ մուգ գույնի է, խմել հնարավոր չէ, քաղաքապետարան այս բողոքներով է գնացել։ Ծրագիրը կա, որ սա եղի ջրերը մագիստրալները պետք է փոխեն, իմը չէին փոխել, իմ գիծը չէին փոխել, մենակ իմը չէ, մեծ թաղի գիծը չէին փոխել, մենք գնացել ենք բողոքել ենք, դրոց եկան, եղո պետք է 100-անոց տրուբով գցեն, 50-անոց տրուբով են գցել, 50-անոց տրուբով է գցել են, ոչ ավազ են լցել, ոչ մի բան, այսպես է, յան տրախի դել են, կիսատ տղատ թագել են, հենց կարա դակենա, սա փոսերը ես իմես ինչա ֆասոն։ 21-րդ դարում այս մարդու պահանջը ջուրն է ուզում։ Այս մարդը չի ուզում ոչ մի ջուր։ Մեծ խողովակի փոխարեն մանր են գցել, որտեղ մեծ թանկա ծախել են արդեն, փողը գրված է։ Հեսա այդպես անտառներն են սարքում, հեսա դամասիներ խոսանք։ Հա? Մի բան այնքան որ գնա, ջուր կգնա մեջով, չի կգնա, ինչ կգնա, ժանգոտ կլինի, ջրի փոխարեն ժանգ կգնա, ինչ ուզում անի։ Էական չի։ Զտալյուն քպայականներ։ Զտալյուն։ Ինչ կլինի։ Հələ մեկն էլ բողոքի, պատասխան ծես է։ Բաց, բախլամա, հենց փողերն էլ իրաց մաս ծամել են, այսօր մենք էլ ջուր չունենք։ Մի հատ ընդամենը մի հատ բաղարակ ջուր ակալ։ Գյուղի վարչական ղեկավարը սա էլ է հերքում, ասում է ամեն ինչ արել են, որ Գագիկը ջուր ունենա։ Նրա բողոքներն անհիմն է համարում ու նշում, թե համագյուղացիների հետ ունեցած հակասությունների պատճառով են Գագիկի բողոքները։ Ես չեմ ուզում ասել, որ չակերտավոր բաները իրանք անձնական հարցեր ունեն, այդ ում որ ջուր են տվել։ Դիկարոյա դերասեն են բողոքարել, լավ է։ Մեր մեջ լարվածություն է առաջացել։ 2 տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում։ Գյուղի 1500 բնակիչներից 2-ը հաճախ էին երևացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ, գյուղի խնդիրների, այդ թվում անջուր ոռոգման սեզոնի մասին խոսելու։ Սա քաղաքացիական պայմանագրի անդամ քաղաքապետի սրտով չէր եղել, կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին, թե աշխատանքից հեռանալու մի դիմում գրի։ Լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջև։ Սրանից գյուղը 2 մասի էր բաժանվել։ Օրեր անց քաղաքապետի որդին Գոռ Նիկողոսյանն իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան խանութ մտնելիս ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն։ Վարչական ղեկավար չես կարող մոտեի թաքցնելուց ես, ունեցա որ հաստատ աշքելված է բողոքով գնան Սպիտակի։ Աշքելված է բողոքով գասի մոտ։ Ամուսիններն են ծեծում։ Եթե եկել ես տեղում են ծեծում։ Զգուշացում հետո են ծեծում։ Չէ, իրանք չեն կարող այտենց բան անել, իրանք Ամա ծեծեն ինչ է, շնորհակալ եղեք, որ չեն գնդակարել, Ժողովուրդ ջան, կարային չէ։ Կարային չէ, բանի վարչական ղեկավարին ինչ արեցին։ Ամբողջ խոշորացված համայնքին։ Դրեցին գնդակարեցին, իրանել ընկերոջներն են մեկներ հիվանդանոցան մեջ են։ Ոստիկաններ այդ ընկերներ։ Ընկերը ոստիկաններ։ Ուրախ եղեք, որ դուք ծեծ ուտելով եք փրկվել։ Սրանք հազարավորների տարես սպանել են։ Մարդուն գնդակարում են սեփական տան դեմը, վարչական շրջանի ղեկավարին։ Ուրախ եղեք, որ դուք ծեծով եք փրկվել։ Ու սա չի նկատում, նորից եմ ասում, անձրևավորներին շերտը, որ խոսում ես, ինչ հարց տալիս է, Փաշինյանը լավագույն լուծումն է։ Որովհետև այ եթե բողոքում են, տեսեք, այ եթե Կոչուբաևին բանտարկել են, այդ նրանից է, գիտեք ինչից է։ Ինքը ռուսամետ է։ Այ եթե ռուսամետ է, ուրեմն կարելի է բանտարկել, վերջ։ Եթե կաթողիկոսներ, վանական հոգևորական են ձերբակալել են, գիտեք ինչի։ Որտեղ կաթողիկոսը լավը չի։ Եկեղեցին ռեֆորմների կարիք ունի, բա ոնց։ Վերջ։
Հասկանում եք բանի ինչումն է Հայաստանում ուզում ես ասես աշխարհի վերջի հայոյանքները, բայց մտածում ես ախր չէ որ սա դրան չի նեղացնում, որտեղ ինքը խոսալու ժամանակ դա գիտի, որ աշխարհը, ամբողջ հայկական աշխարհը հենց նոր մտավ իրանց տուն, իրանց երեխեքով, կանանցով, ծնողներով, սենց խառնեց իրար ու դուրս եկավ։ Դա իրանց ոչ մի բան չի ասում։ Դու դառնում ես սենց անօգնական։ Ոնց ազդես այդ անձրևավորթի վրա, տականքի վրա։ Բայց չմտածեք, ձևը կգտնենք, գնանք առաջ։ Գործը 1 տարի քննելուց հետո անցած տարի քաղաքապետի որդին, որ տեդից հետո Սպիտակի Հայփոստի տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց։ Համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում անցած շաբաթ տեսանյութ էր հրապարակել, ինչպես է այցելում Հայփոստի Սպիտակի բաժանմունք, շնորհավորելու որդուն ու նրա աշխատակիցներին փոստի համաշխարհային օրվա առթիվ։ Նա գրկախառնություններով ու ձեռքսեղմումներով էր շնորհավորում պաշտոնյա որդուն։ Վերջինս Վերջ։ Եթե մեկը վարչապետ է, նշանակում է կնիկը չէ։ Չգիտեմ դա ոնց ասեմ։ Մի խոսքով։ Բոլոր գործարաններին պետք է կանչի պարտադիր ռեժիմով ասի արեք մուծվեք հələ, որ թույլ տամ հետս նստեք սեղանի շուրջ։ Հա, եթե վարչապետն է, կինը դա պետք է անի։ Եթե մեկը քաղաքապետն է, տղեն պետք է լինի այնտեղ փոշտի պետը։ Մեկը թթվի քաշ Սասուն Միքայելյանն է, այնտեղ ասենք այնտեղ տղեն պետք է լինի այնտեղի քաղաքապետ, հա, որտեղ ինքը ԵԿՄ-ի նախագահն է, որին հեսա կանենք շպրտեն դուրս կամ լավագույն դեպքում կշպրտեն դուրս, վատագույն տարբերակը ես չեմ ուզում առաջ ընկնեմ, կապրենք կտեսնենք, էլի, եթե դու շպրտելով պրծնի, պետքա Սասունը լայն իմաստով Սասունը պետքա փառք տա տիրոջը, որ ինքը դանով պրծը։ Լավ, ինչ եմ ուզում ասեմ։ Սա այսօրվա Հայաստանն է, բայց այդ տականքաշերտը դա չի նկատում։ Բայց մենք նկատում ենք, իրանց ենք նկատում հետը։ Եվ այս ամեն ինչը գրվում է, հիշում եք Պեպոյի մեջ ասում է, բա լավ, խղճի դավթարել չունես, մեր դավթարում գրվում է, մերը ոչ միայն խղճի դավթարը, մենք այս դավթարն էլ ունենք, որ սենց գրում ենք հատ, ամեն ինչ, անկարծ մի բան չլինի, որ մենք մոռանանք պահի տակ։ Եվ այսպես անտառները թղթի վրա կան, բայց իրականում չկան։ Հիշում եք այդ ծրագիրը, որ մինչև 50 թիվը պետք էր, ես ասեմ, ստեղ քանի հազար հեկտար, 600 հեկտար, 50,000 ծառ տնկվեր։ Հիշում եք։ Այո։ Առ այսօր ինչ 50,000։ 1000 ծառ տնկվեր։ Ծրագիրը քան տարի անցել է 2%-ն արած։ Այն էլ հայտարարությունը լսեք, բարձր է 2%-ը որ արել են, սխալ տեղ են արել ու սխալ ծառեր են տնկել, որտեղ այդ տարածքները դրանց համար չի նախատեսված։ Չեն հաշվարկել, սխալ են հաշվարկել այդ տեսականին կաճի տեղ, թե չի աճի։ Սա այդ 700 միլիոնի էս որ գնում է դատարան 3.2 միլիոն ծախսում է, որ գնա 700 միլիոն էլ պարտվի։ Սա այդ նույն բանից է։ Փողը ծախսել են, ծառերը իբր տնկել են 1000, պարզում է այդ 1000-ն է սխալ տեղ են տնկել, չի աճում։ Չկա, չի լինելու դա, բայց թղթի վրա կա արդեն է, համար թղթի վրա այս անտառը կա արդեն։ Թղթի վրա կա։ Չկա ինքը ուղղակի։ Սա կպանը։ Նույնց եմ ասում, այն մարդիկ, ովքեր խոսեն դրական այս ամեն ինչի մասին, դե դուք ասեք ինչ եք, գրեք ինչ եք։ Իմ ջալը ժողովուրդ ջան, մի մոռացեք օգնեք, ես ընկնում եմ process-ի մեջ, մոռանում եմ խնդրել ձեզ օգնելու համար ալիքին, որտեղ մեր աշխատողներին օգնել է պետք։ Եվ տարածել։ Առանց դրա մենք չենք կարող ոչինչ բան փոխել։ Եթե գտնում եք, որ անհրաժեշտ է այս վերլուծությունները, այս ինֆորմացիայի տրամադրումը, այս աշխատանքը, որ արվում է, ամեն օրվա ռեժիմով, հասկանում եք, մենք աշխատում ենք շաբաթի 7 օր։
շաբաթը 7 օր ու շաբաթը 7 օր չէ, շաբաթը 7 օր 900-ում։ Օրական ես 2 եթեր ունեմ։ Շաբաթ կիրակի ես չունեմ, ես շաբաթ կիրակի 2 եթեր եմ անում։ Ու տենց ամեն ինչ։ Եթե գտնում եք, որ սա պետքական է, կարևոր է, օգնեք ուրեմն։ Իսկ հիմա գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու արագ վերադառնանք հայրենիք։ Եվ ասես Թրամփը մեկը որ 9 ամիս առաջ պետք է 1 օրվա մեջ կանգնացնել պատերազմը, 9 ամիս հետո զարմացել է, թե Զելենսկին ինչի չի սիրում Պուտինին։ Պատկերացնում եք։ Ու քանի որ Զելենսկին չի սիրում Պուտինին, զարմացել է, ինքը չի կարող տամագավկաները տալ։ Այն տամագավկաները, որը ընդամենը 1 շաբաթ առաջ խոստացել էր ինքը։ Խոստացավ, Պուտինը զանգեց, հաջորդ օրը եկավ մանը, Զելենսկին ասեց չեմ կարող ես տամ։ Էդի մեզ էլ ապեք։ Հիմա այսօր էլ որ ասում են, ինչի չտվեցիր։ Ասում հասկանում եք, ես չեմ կարող հասկանալ։ Զելենսկին ինչի չի սիրում ռազմական հանցագործ Պուտինին։ Ի՞նչն է խնդրեմը։ Թող կանոնների թող սիրեն իրար, թող բարի շնեսուլել է սահմանները քաշեն, խաղաղություն լինի։ Գտել է բանաձևը։ Սա լինելու է նաև Հայաստանի հարցով։ Հայաստանի հարցով է լինելու։ Փաշինյան Նիկոլա Տալյամիջանցկը գալու է զորքը լցվի մեքենաների մեջ, դուրս գան մեքենաներից, կիսեն Հայաստանը ճղեն 2 մասի, հետո զանգելու է ստեղից հիշում եք ով WhatsApp-ի համար ուներ։ Հիշում եք այդ տականքին ամեն ինչ է, Բաբաջանյան Արմանը։ Այդ վիժվածքը զանգելու է WhatsApp-ով Թրամփին, իհարկե Թրամփը չի վերցնելու կամ մեկը որ վերցնի, ասի, «Արա ես չեմ հասկանում ձեզանից։ Ես գլուխ չեմ անում։ Սիրեք էլ իրար այդտեղ։ Ես զարմանում եմ, դուք ինչի իրար չեք սիրում»։ Ու Հայաստանում դեռ մարդիկ կան խոսում են այդ ծրագրի մասին, որ Թրամփն է թիկունքում կանգնած, փակեք դրանց բերանը ոնց ուզում եք։ Սրանք լավագույն կիրթ մարդու համար, էլի լավագույն ապացույցներն են, որ այ թշվառանտեր նույնիսկ Ուկրաինայի հարցում չի կատարում իր պարտականությունը, հակառակ Ուկրաինային ասում է սիրիր քո ցեղասպանին, տուր ինչ ուզում է։ Պրոբլեմդ ի՞նչն է։ Եվ սա նույնը լինելու է Հայաստանի կազմում։ Հայաստանի պարագայում ձեզ ինչի է թվում, թե Հայաստանի պարագայում չի լինելու։ Եթե Ուկրաինայի պարագայում սա է, Ուկրաինան, որը պատերազմում է 3.5 տարի, որի թիկունքում կանգնած էր ամբողջ Եվրոպան, ամբողջ ցիվիլ աշխարհը, բայց Թրամփը ասում է ախպեր, վերջ դուր։ Հայաստանի պայքարի մասին ոչ գիտեն, ոչ աջակցում են, ոչ ընդհանրապես պահանջ կա կառավարական մակարդակով էլի։ Ինչ պետք է ասի։ Ինչ պետք է ասի Թրամփը, եթե իհարկե WhatsApp-ի զանգին պատասխանի։ Ես չգիտեմ, մարդկային կատեգորիա, ստորային այն ներքևի այն շերտի ինչ աստիճանի պետք է լինի մարդ, որ այս ամեն ինչը չտեսնի ու շարունակի ստել։ Այսօր զրուցում էի տեսարոբկանի հետ, ասեց սուտ խոսող մարդը սպանում է Աստծուն իր մեջ։ Սա հոգևորականի խոսքներ էլի։ Իսկ իմ համար մի քիչ այլ է։ Ստախոս մարդը դա բացառապես վախկոտ մարդն է։ Իսկ Նժդեն ասում է վախկոտները պոտենցիալ դավաճաններ են։ Ես քեզ ավելացնում եմ, որ վախկոտները նաև արժանապատվությունից զուրկ մարդիկ են։ Իսկ արժանապատվությունից զուրկ մարդը ամեն ինչի ընդունակ է։ Ամեն ինչի ում տեսնում եք դուք, սա չի նկատում, չի խոսում սա մասին։ Եվ հակառակ փորձում է շրջանցել, արդարացնել, գովալ սա։ Դրանք արժանապատվությունից զուրկ ստախոսներ են, որոնք ընդունակ են ամեն ինչի, ձեզ, մեզ, իրանց երեխեքին սրբությունները ուրացել ու վաճառել են ու պատրաստ են վերավաճառել հնարավոր օգտի համար։ Դե ով ուզում է դրանց բարև տա, ով ուզում է դրանց հետ շփվի, իրենք էլ նույնն են։ Ես այսօր մի քանի բան տեսա պատահման Facebook-ում, որ իմ ընկերների մեջ մարդ կար, ավելի ճիշտ, որոնք հիացական արձագանքներ էին տալիս այս վիժվածքների, այս ստերի, այս կապիկությունների վերաբերյալ։
բնականաբար առանց խղճի խայտի, առանց երկ մտելու գնացին գրողի ծոցը ուղակի։ Մեր հետ վաղը տեսնել իրանք չկան դեռ արդեն, թող չզարմանան։ Պատճառը շատ կարճ է, շատ հստակ։ Արժանապատվությունից զուրկ ստախոսը դա վտանգ է, դա թշնամի է։ Թշնամին ավելի լավ է, թշնամին որոշակի է, ինքը որոշակի դիստանցիայի վրա, դրանք կողք կտեն, դրանք ավելի վտանգավոր են։ Իսկ այս բանակցություններից հետո հենց ասես տամագավկեքը չեմ տալիս, Ռուսաստանը սկսեց մի անգամից ռմբակոծել Ուկրաինայի էներգետիկ կառույցները։ Սա լինելու է նաև մեզ։ Իսկ The Telegraph-ը շատ կասկածելի է որ գրել է, որ Զորան Մանդանին սա Ամերիկայի ապագան է։ Ես ձեզ տեղեկացնեմ, սա պոտենցիալ հնարավոր քաղաքապետն է, որը պարզ հայտարարում է, որ Նետանյահուն ռազմական հանցագործ է եւ նրա Նյու Յորք գալու պարագայում ինքը պարտավոր է ձերբակալել նրան։ Որ Թրամփը հանցագործ է, Նետանյահուն հանցագործ է, դեմոկրատ է սա, ինքերը երիտասարդ, հայրը եղել է դիսիդենտ, քաղաքականապես շատ հասուն մարդ է։ Իհարկե շատերը կան, որ համարում են իրեն սոցիալիստ ու չեն սիրում դրա համար, բայց ես նայում եմ քաղաքական մասին։ Ու արդեն Telegraph-ն է գրում, որ հա ինքը Ամերիկայի ապագան է։ Ես էլ եմ հավատում, որ ինքը Ամերիկայի ապագան է եւ վաղը ժամը 6-ին երեկոյան մեզ մոտ ինքը հանդիպում է ունենալու։ Ես կաշխատեմ անպայման այնտեղ ներկա լինեմ։ Իմիջիայլոց ովքեր ապրում են Staten Island-ում, վաղը ժամը 6-ին Զորան Մանդանին լինելու է Staten Island-ում։ Ինքը մի քանի հանդիպումներ ունի, ես երևի ժամը 6-ին կգնամ, եթե ոչ ցերեկը։ Ամեն դեպքում։ Անկախ նրանից ինչ կատարվեց Գազայում, այսինքն ինչ է հիմա կատարվում Գազայում, ես եկել ասացի, որ այդ ժամանակավոր խաղաղությունը կա թե չէ, հրեական ֆիլմերի ֆեստիվալները աչքերվել են։ Վերջ։ Հրեական ֆիլմերը դադարել են ցուցադրվելու ֆեստիվալներին։ Մի խոսքով։ Ամեն ինչ կախված Իսրայելի հետ շարունակում է մնալ արգելված։ Ես իմիջիայլոց մի բան եմ ուզում ասեմ, ձեզ տեղեկացնեմ, վերադառնում եմ Երևան, ես մի քիչ առաջ դրեցի հարցախույս, որտեղ գրված են 3 առաջատարները այսօրվա քաղաքական ասպարեզում ձայների իմ ունեցած քվեարկությունների ձայների 3 առաջատարներ Փաշինյան Նիկոլի հետ նույն բանի վրա։ Տեսեք 000 բոլորի համար 0 է, որտեղ դրել եմ մոտավորապես մի քանի րոպե առաջ։ Ուրեմն ցուցակում Փաշինյան Նիկոլն է, Սամվել Կարապետյան, Վարդան Ղուկասյան եւ Գուրգեն Սիմոնյան։ Եվ մենք կարող ենք համատել տեսնել այս վիճակով ոնց է ձայների հարաբերությունը։ Ես որ ես Արցախուզները դնում եմ, մեկ էլ կարդում եմ, ասենք մոտավորապես ես ոչ այնքան adekvat հայտարարություններ, բայց ինչի սա անունը չկան, մարդիկ, որոնք դրված չեն, նրանց տեխնոլոգիությունը չկա։ Ինչի սա չկա, ինչի նա չկա, ինչի նա չկա, ընկերներ։ Խնդրում եմ հարգեք ձեր խոսքը, հարգեք ինձ։ Ես գրում եմ այն մարդկանց անունները, ովքեր առաջադրված են արդեն, գոնե ներկայացվել են որպես տեխնացու։ Եվ ունենալով արդեն նախնական այդ քվեարկություններ, ես առավել առաջատարների դրել եմ Փաշինյան Նիկոլի հետ։ Կլինեն վաղը նոր տեխնացուներ, կլինեն այդ նոր տեխնացուների անունները։ Հիմա ես վստահ եմ, մեկը պետք է ասի, Սամվել Կարապետյանի միջև դրա ռուսական ագենտ է։ Ասել է։ Դոգին Վարդան Ղուկասյանի խեք դե նա հայոյող է։ Ընկերներ, հարգելի հետևորդներ, արեք կրկին, հարգենք խոսքի արժեքը։ Եթե Սամվել Կարապետյանը ինքը առաջադրվելու է, առաջադրված արդեն։ Եվ եթե Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ առաջադրվում է, հա, եթե Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է առաջադրվում է, իմ ճաշակից ու ձեր ճաշակից դուրս են այդ հանգամանքները։ Որտեւ եթե ինձ լիներ, ես այլ ձևի կմոտենայի, բայց այսօր գիշ չեմ կներեք, որ ես չնկատեմ այն ինչ որ կա։
Հիմա այն մարդը եթե տեխնացու է, եթե այս աշկերտս փակեց, ասի դու լավը չես, ինքը դադարելու է տեխնացու լինել։ Առայսօր ես ստիպված եմ լինում իմ ժամանակը տրամադրել պրիմիտիվ բաներ բացատրելու համար։ Արեք հարգենք խոսքի արժեքը, գրելու արժեքը։ Գրելուց առաջ մենք մտածենք էլի։ Դեռ կարող եմ նա թարմացնել, տեսնեմ նախնական ինչ ունենք։ Դե մոտավորապես 1 ժամ առաջ եմ գրել։ Հա 502 արդեն, հա 1 ժամ առաջ 502 արդեն մասնակից ունենք։ 502 ու պատկերը մոտավորապես հենց է։ Կրկին 16%, էսա Փաշինյան Նիկոլինը, Սամվել Կարապետյան 23%, Վարդան Ղուկասյան 53%, 9% Լուգեն Սիմոնյան։ Այս ռասկլադով կներեք, այս բանով առայժմ սա է, այս կառուցվածքի մեջ, այս ընտրության մեջ եւ այս թվականակով ես վստահ եմ վաղը լինելու է 5000 կամ 10000, մենք կունենանք մի քիչ գուցե տարբեր, բայց փորձը ցույց է տալիս, որ 1000-ի եւ 10000-ի մեջ քվեարկությունների արդյունքում տարբերությունները շատ չի լինում։ Հիմա սա 502 քվեարկությունը էլի ես կարծում եմ, որ պրոպորցիալ առումով շատ չի լինելու տարբերությունը։ Հիմա սա կարող է մեկի սրտով լինի, սա կարող է մեկի սրտով չլինի, բայց ես հարգում եմ ցանկացած մեկի կարծիքը։ Ես դուրս եմ գալի իրողությունից, իրականությունից, ոչ թե իմ ցանկություններից եւ իմ ֆանտազիաներից։ Իսկ հիմա դες ուզում ցույց տալ մի հայտարարություն Ռուբեն Բաբայանի կողմից, որ բարձ ասում է, արարատը չդարձնեն մանիպուլյացիայի առարկա։ Սիմվոլիկան պետք է պետության սահմանների մեջ լինել։ Սա ասում է մարդ, որը զբաղվում է երեխաների էսթետիկ դաստիարակությամբ, տեխնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար։ Նույնիսկ կարդամ մանիպուլյացիաների չտրվենք, պետք է սիմվոլիկաները լինեն սահմանների մեջ։ Ես կարող եմ ենթադրել, որ Ռուբեն Բաբայանը պնդում է, որ Լուսինը Թուրքիայի սահմանների մեջ է գտնվում։ Առնվազն ինքը դա պնդում է։ Կամ արդեն իր համար սիմվոլիկա չի, սիմվոլ չի Թուրքի բանը, Կոմիտասը, որտեղ Թուրքիայում մացանվել, փաստացի։ Հա եւ մեր բոլոր մեծերից շատ-շատերը։ Չէ։ Ռաֆինելը սիմվոլիկա չի, որտեղ ասենք թիպ 51 բանացավ։ Չէ։ Վերջ։ Գրիգոր Զորա բան, դրանց մասին էլ չեմ խոսում։ Ու սա ասում է մարդ, նույնիսկ եմ կրկնում, որ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, գեղարվեստական դաստիարակությամբ։ Սոսկալիա չէ։ Եթե վաղը գրավենք Արարատը, վերադարձվի մեզ։ Վերջ դառնալու է սիմվոլիկան մեր։ Կարելի է։ Հարց եմ տալի, կարելի է։ Ենթադրում եմ թուրքերն էլ գրավել են Լուսինը արդեն։ Տխուր է, ողբերգական։ Ինչ էր պետք մարդուն այս տարիքում ապրելու համար։ Երևի շատ քիչ բան։ Իսկ արժանապատվությունից ինչ կար թանկ։ Մարդ, որ դրեց ու տարորեց ամեն ինչ։ Ես հիմա վերաբերական ոչ մի խոսք չեմ ասելու, բայց պետք է խնդրեմ, որ Ռուբեն Բաբայանը հիմնավորի ոնց է Լուսինը Թուրքիայի դասում։ Ինքը պարտավոր է հիմա դա հիմնավորի։ Ես ուզում եմ տեսնեմ ինքը ոնց է գալարվելու։ Ու ասել մի մանիպուլացեք։ Դա սիմվոլիկա է, որ բոլորինս օդի մեջ է։ Հա վստահ եղեք, մի հետքաշքին բան պետք է ասի։ Այդ դեպքում գիտեք ինչ, արեք քանդենք Ծիծեռնակապերտի ու Շարժանը, որտեղ այդ սիմվոլները, այդ սյուները որ կա, դա սիսումասիսն է։ Իսկ այն խոնարհված այդ մյութերը, որ ուզում են քանդեն ավիրեն, խոնարհված մյութերը, դա 12 նահանգներն են։ Արեք քանդենք, որովհետև ինչ սիմվոլ, եթե դա արդեն քո տարածքում չի։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Բաբայան։ Վաղը պարոն Բաբայանին անպայման տեսնող լինելու է այս դեպքերի մեջ։ Ինչ եք ասելու իրան, ինձ հետաքրքիր է։ Ինչ ասելու եք, փոխանցելու եք իմ ասածները եւ ամոթանք տալու եք ինձ կամ լուրջ դեմքով բացատրություն պահանջեք։
Արդյոք ինքը ասում է սիմվոլիկաներ քանդենք, հրաժարվենք դրանից։ Ծիծեռնակաբերդի հուշարձանն է։ Եվ թող տա ցույց տա քարտեզի վրա ոնց է դարել Լուսինը Թուրքիայի կազմում։ Ոնց է տարածքում ինքը դրանից։ Թող ձեզ ասի դա։ Պետք է լսեք։ Ես Ստյոպա Սաֆարյանն եմ։ Ես օգնեցի վաճառել Արցախը, որպեսզի իմ ընտանիքը լավ ապրի։ Ես փող եմ աշխատում դավաճանության միջոցով։ Գիտեք որ վաղ այս վիդեոները եթե այս վերջերս անցած շոպի Սաֆարյանց շոպիկի անովա իմ վերաբերյալը ալբում վաղ այս վիդեոները շատերիդ վրայով արվելու նայելու են ձեր երեխաները նայելու են ձեր ուսանողները նայելու են ձեր բարեկամները պետք է ներվեք դուք օրինակ կարող լինի նաև ասես մեկը որոշի ոչ թե կեղծի այլ Ռուբեն Բաբայանի ձենով կերպարով հնչեցնի Ռուբեն Բաբայանի խոսքերը որ Արարատը մի մանիպուլացիա սիմվոլիկան դա պետք է Հայաստանում լինի եթե Հայաստանում չի ուրեմն դա առավել սիմվոլիկա չի եւ առաջարկում են քանդել հետեւաբար քանդել Ծիծեռնակաբերդը եւ ինքը ցույց է տալի հետո իդեա եմ տալի հետո ցույց է տալի քարտեզի վրա ոնց է բանը թուրքերը ոնց են գրավել Լուսինը եւ ոնց է մտել բանը Թուրքիայի կազմի մեջ դուք պատրաստ եք այս ամեն ինչը տեսնելու ձեր մասին պարոնայք այնեղ բոլոր այդ պրոպագանդիստների մասին է խոսքը Խուրշուդյանից միջև են վերջի Ստեփան Գրիգորյանը պատրաստ եք դուք ձեզ տեսնելու գուցե սա լավագույն տարբերակը չի ձեր այդ պայքարելու համար դուք հասկանում եք որ դուք անցել եք բոլոր թույլաճելի սահմանները դուք մեր երկիրը տանում եք ուղղակի կործանման դուք պատրաստ եք ձեզ տեսնելու հետո պետքա մեղադրեք որ ասանք չափերն անցել են մեր կանայք են սրանք նայում կա սա նաև հայոյանքներով տարբերակը ասենք Ստյոպիկը այդ արժանապատվությունն ունի հիմա պետքա կախած լինել ինքն իրան միտեղ երևացող տեղ որ բոլորը տենային որ ինքը իրան կախել է ինքը արժանապատվություն ունի բայց դե նման բան դեռ ականջից չի ասել նշանակում է ինքը ասում է տղեկ ես արժանապատվություն չունեմ ոտքերդ մաքրեք վրես ենքան ինչքան մաքրում է Նիկոլը ինձ դա հարմար է որտեվ ես դանով ապրում եմ հասկանում եք ու մենակ ինքը չէ որովհետև սա լսեք էլ ուրեմն սուտ է այս ամեն ինչը սուտ է այս աշխարհը սդի վրա է կառուցած մեր պատմությունը սուտ է ցեվականություն մենք մեր առիթները զինվորի կենացը խմելով կսկսենք բայց ոչ թե որ զինվորը մերն այլ որովհետև ցևն է պես փողոցում որ եկեղեցական կտեսնենք կվազենք օրհնություն կխնդրենք բայց ինտերնետում եկեղեցական կհայրենք մենք գլուխ կկովանք որ անկախ հայրենիք ունենք բայց անկախության ու անվտանգության համար հեչ բան չենք մենք քշենք որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք բայց չգիտենք ինչ կպահանջի քրիստոնեությունը մենք մենակ տոնական օրերին եկեղեցի կերտանք իրար գլուխ կջարդենք որ մոն վերցնենք պատերազմի օրերին Արցախցու համար օգնություն կհավաքենք բայց Թուրքից մազապուրջ եղած նույն արցախցիների համար տների վարձերը կտասնապատկեն ազգի հերոսները պատերազմ կհաղթեն Թուրքի գյուլից ու դադից կփրկվին բայց մենք իրանց ծնած հողի մեջ իրանց կտադենք ու կսպանենք մենք մեր երեխեքի անունները հերոսների անուններ կտնենք բայց հերոսապատում ջախջախողի դեմ գլուխ կխոնարհենք չներեք մեզ դերեք Մեկը կարա հակաճառի Ռուբեն Բաբայան Ստյոպիկ Սաֆարյան կարաս հակաճառես դուք ուրացակ ես ամեն ինչը դուք սրիկայաբար ուրացակ ես ամեն ինչ Բայց հիմա խոսքս ուղում եմ այն մարդկանց, որում համար էս արժեք է։
Մեր գործը մեր փոխարեն ոչ մեկ չի անելու, որովհետև այս Ռուբեն Բաբայաններն ու Ստյոպիկ Սաֆարյանները, Ստեփան Գրիգորյաններն ու Ովսեփ Խուշուզյանները, սրանք մեր միջավայրում են։ Ու այն մարդիկ, որոնք առ այսօր էլի վերադառնամ այդ մեդիաներին, որոնց հովանավորում են իրանք, դա կլինի ֆակտորը, դա կլինի Նոյան Տապանը, ով ուզում է լինի, որոնք իրանց գովազդին իմաց փող են տալ այդ կառավարությունը, որոնք իրականացնում են թուրքական քարոզություն։ Էդերով մենք ենք բոլորս։ Թուրքերը չեն տալի, կարող է թուրքերն էլ են տալի Նոյան Տապանին, ես չեմ էլ կասկածում, որ տալիս են, եթե ոչ ուղիղ Նիկոլի ձեռքով, հա, բայց չէ որ հայերի մեջ կա, որ տենում են, իրանց գովազդ են դնում այնտեղ։ Եվ մենք ո՞նց կարող ենք մի ձեռով հովանավորել թուրքական քարոզությունը, մյուս ձեռով ուզենալ, որ մեր երկիրը չցեղասպանվի, եթե որ Թուրքի նպատակը դա է, իր քարոզչության նպատակը դա է, իր քարոզչության նպատակը Թուրքի ձեռքով ամուրսարը քանդելն է, մարդկանց տնից տեղից հանելն է, անես պայմաններ ստեղծի, որ մարդիկ ստիպված թողեն գնան, հոգևորականներին բանտարկելն է, փաստաբաններին բանտարկելն է, մի խոսքով, երբ որ ամբողջ նպատակը դա է, դու էլ դա հովանավորում ես դրա քարոզչությունը, դու ոնց կարող ես ասել, ես ճիշտ է հովանավորում եմ սա, բայց ես լավ Հայաստան եմ ուզում, չի տեղավորվում։ Ես չեմ ուզում հիմա դնեմ այդ հովանավորներին, հատ ասեմ, արա, ինչի եք թուրքական քարոզչությունը հովանավորում, կարող է դուք եք թուրք։ Ես ձեզ ժամանակ եմ տալիս։ Կամ հայտարարություն տարածեք, որ դուք մեկ ամիս դեռ ունեք, հողը տվել եք, չեք կարող կանխել։ Կամ թքած ունեք ձեր վրա, չէ՞ որ այս բաները ցույց է տալիս հարցումները, որ 2-3% մեր իրականության մեջ թքած ունենա, ինչա կատարում 2-3%, եւ շատ է եւ քիչ։ Կարող է բոլոր գովազդատուները, այս կազմակերպություններում աշխատողները, դրանց չգիտեմ, մոնտաժնիկները, հաղորդավարները, կարող է 2-3%-ի մեջ են մտնում, ես չգիտեմ։ Բայց մեկ է, ես կարամ, չէ՞ այդ մասին ասեմ, որ սրանք զբաղվում են թուրքական քարոզչությամբ։ Կամ հայտարարեք, որ դուք նույն 2-3%-ի մեջ եք եւ դուք թքած ունեք ինչ եք հովանավորում, ձեր համար կարևորը ձեր բիզնեսը գնա առաջ, կամ միջոցներ ձեռք արեք։ Ես հիմա լրատվամիջոցների վրա եմ կանգնում, բայց դրանք չեն, չէ՞ մենակ։ Մեր գործը ոչ մեկ չի անելու, Սոպիկի ակաժներից քաշելը մեր փոխարեն ոչ մեկ չի անելու։ Կամ մնացածին թուքումուր տալը, ամոթանք տալը, մեր փոխարեն ոչ մեկ չի անելու։ Վաղը Ռուբեն Բաբայանի որ փողոցում տեսնեն, որ չասեն, արա անկեն ջան, նա թելեցուց կտաս քարտեզի վրա։ Ոնց է Լուսինը հայտնվել անհայրենիք։ Ոնց է Լուսինը Թուրքիայի կազմի մեջ ցույց տուր մի հատ։ Ու առաջարկի ըստ քո ասելու ինչա լինելու մեզ։ Ինչա լինելու ցեղասպանության շոշարձանի հետ։ Ասա։ Ասա։ Եթե դա մենք չենք անելու, նշանակում է այս ամեն ինչը նորմալ է մեզ հասնում է, մենք ուզում ենք էդի։ Մենք դեմ չենք առնվազն, որ դա լինի մեր։ Ես ուզում եմ հավատամ, որ այդպես չի։ Ես հավատում եմ, որ այդպես չի։ Բայց դա քիչ է, ես գործողություններ եմ նաև ուզում տեսնել։ Եթե ես կարող եմ իմ երկար ժամանակվա բարեկամների հետ, ես այդ մարդկանց հետ շփվել եմ, չէ՞ ով ասում, կարող է Ստյոպիկ Սաֆարյանի հետ չեմ շփվել, Ռուբեն Բաբայանի հետ չեմ շփվել, այն մարդկանց անունները, որ ես տալիս եմ, ես նրանց հետ չեմ շփվել, ով ասեց։ Բոլորը հետ եմ շփվել, ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, բայց կարմիր գիծը ով անցնում է, ես չեմ կարող ինձ գժի տեղ դնեմ, ասեմ, դե լավ, ոչինչ ես արել, հաց եմ կերել, ընկերություն իմանալ, ես ոնց ասեմ իրան, ես ինչ ես անում։ Բա ով պետք է ասի, որ եթե ոչ ես կամ իմ նման մեկը, որ այս ամեն իրենց գիտի առնվազն մոտից եւ մոտիկից եւ պատասխանատվություն է կրում նաեւ դրա համար։ Դնենք լավամարդ ու զգանք, ինչ այդ մարդկանց հետ շփում ենք ունեցել, չասենք ոչ մի բան։ Այդ նշանակում է մենք էլ իրանցի նման մի բան ենք, էլ իրանցից չենք տարբերվում։ Դա նշանակում է, որ վերջացավ ամեն ինչ։ Ես չեմ ուզում այս վատ նոտայով վերջացնել, բայց սա է իրականություն։ Սա է իրական։ Ու այս տղու տեքստը, այս տեքստը չի կարելի անտեսել։ Մենք չենք կարող ուշքի չգալ։
Այդտեղից է ճշմարտությունը դառնա։ Բայց ուժերի համար այդ վերանայելու առիթը թույլի համար կոտրվելու, իսկ հիմարի համար անտեսելու։ Թող ամեն մեկ իր ընտրությունն անի։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։